Քրիստոսի աշակերտներ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների հիմնած հայ առաքելական Սուրբ Աթոռը հնագույններից է աշխարհում, որի գոյությունը անընդհատ կերպով շարունակվել է մինչև մեր օրերը։ Այս իմաստով հայ առաքելական աթոռի դերը բացառիկ է աշխարհում, եւ սա գնահատում է Սուրբ Պետրոս առաքյալի հիմնած Հռոմեական եկեղեցին, որի 266-րդ գահակալը հունիսի 24-ից 26-ը երրորդյա այցով գտնվեց Հայաստանում։ 3 օր բնակվեց Մայրաթոռում, մասնակցեց կարևոր ու խորհրդանշական արարողությունների։ Ամենուր իր պատգամը միացրեց հայ եկեղեցու գահակալի ուղերձին, որը գլխավորապես անհանգիստ աշխարհին ուղղված խաղաղության կոչ էր։ Առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների վերջին դարերի հարաբերությունների ընթացքում Հայաստան այցելած երկրորդ պապն է Ֆրանցիսկոսը։ Առաջինը Հովհաննես Պողոս II-ն էր, որը 2001 թվականին իբրև ուխտավոր եկավ Հայաստան, համբուրեց Հայաստանի Սուրբ Հողը։ Հռոմում Հովհաննես Պողոս II-ին սրբացնելու գործընթաց է սկսվել։ Այս երանելի պապը առաջինն էր, որ հայոց մեծ եղեռնը ցեղասպանություն անվանեց։ Իսկ Ֆրանցիսկոս առաջին պապը, չնայած թուրքական հիստերիային, 2015 թվականին փաստորեն կրկնեց Հովհաննես Պողոսի ցեղասպանություն որակումը, այսպիսով նվաճելով հայ ժողովրդի աներկ բասերը։ Հայերը գնահատում են պապի արդարության վերականգնման ջանքերը եւ դա ցույց տվեցին մեծագույն պատվով Հայաստանում նրան դիմավորելով։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստան ժամանեց նույն կարգախոսով, ինչ երանելի պապը, այց առաջին քրիստոնյա երկիր։ Իր այցից առաջ նա աշխարհի տարբեր լրատվամիջոցներով հայտնել էր, որ ուխտագնացության է մեկնում Նոյի երկիր Հայաստան, որը Քրիստոսի խոսքն առաջինն ընդունած երկիրն է։ Նրան հրավիրել էին հայ եկեղեցու գահակալը եւ Հայաստանի նախագահը, քանի որ պապը կաթոլիկների առաջնորդը լինելուց բացի նաեւ Վատիկանի միապետն է։ Եվ օդանավակայանում էլ Հայաստանի օրներգի կողքին հնչեց Վատիկանի պապական օրներգ մարշը, որը կատարվում է 1949 թվականից։ Ֆրանցիսկոս պապը գնահատեց վեհափառ հայրապետի եղբայրական սերն ու ջերմ ընդունելությունը, հենց այդպես էլ ասելով. Սուրբ Էջմիածնում ինքն իրեն զգում է ինչպես տանը։ Իդեպ հայոց կաթողիկոսի հետ պապի հարաբերությունները ջերմ են եղել դեռ այն ժամանակ, երբ պապը Արգենտինայի կարդինալ Բերգոլյոն էր։ 2004 թվականի մայիսին կաթողիկոսի Արգենտինա կատարած հովվապետական այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու մայր տաճարում միասին են մասնակցել էկումենիկ աղոթքի, նվերներ փոխանակել, առանձին հանդիպումներ ունեցել։ Հայ եկեղեցում ավանդույթ կա հրաշափառի արարողությամբ ընդունել քույր կամ հավատակից եկեղեցիների հովվապետերին։ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում բարի գալստյան հրաշափառը սկսվեց ուղիղ եթերով, տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն տալով հետևել արարողությանը։ Իջման Սուրբ Սեղանի առջև խոնարհվում են Մայրաթոռի բոլոր հյուրերը։ Համբուրում են Սուրբ խաչը, որի մեջ ամփոփված է Թադեոս առաքյալի բերած մասունքը, մանուկ Քրիստոսի լվացման կոնքից եւ ավետարանը։ Սուրբ Սեղանի առջև ողջագուրվում են վեհափառ հայրապետն ու Հռոմի սրբազան քահանայապետը։ Այս այցը երկուստեք կարևորվել է նրանով, որ աշխարհի որոշ քրիստոնյա պետություններ ու եկեղեցիներ այսօր փորձում են օգտվելով իրենց ազդեցությունից եւ հեղինակությունից միավորել կարողությունները կանխելու ամբողջ աշխարհում ծավալված հակամարտությունները։ Թեև այս իրադարձություններին հետևող Թուրքիան կրոնական գործիչների խաղաղությանն ուղղված այս գործընթացը շարունակեց որակել իբրև խաչակրած արշավանք։ Հայոց կաթողիկոսը երախտագիտությամբ հիշեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պապի պատարագը ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով
երկու եկեղեցիների քրիստոնեական սիրող շաղախված փոխգործակցությունը եւ այլ վկայություններ, որոնք լավատեսություն են ներշնչում։ Մեր եկեղեցին նաեւ առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին, խորին համոզումով, որ աշխարհում արկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է քույր եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության եւ բարօրության իրական արդյունքները։ Մայր տաճարում հրաշափառի իր ուղերձում Պապը օրվա անհրաժեշտություն համարեց եղբայրական համագործակցության վկայությունները։ Santità, venerato fratello. Շնորհակալություն ձերդ սրբություն, ինձ ձեր տանը հյուրընկալելու համար։ Սիրո այս նշանը բառերից շատ ավելի պերճախոս կերպով արտահայտում է, թե ինչ է նշանակում ընկերությունն ու եղբայրական սերը։ Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար։ Հավատ, որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը եւ նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց ազգերի մոտ։ Քրիստոս է ձեր փառքը, ձեր լույսը, արեգակը, որ ձեզ լուսավորեց ու նոր կյանք պարգևեց, որ ձեզ ուղեկցեց եւ սատարեց հատկապես մեծագույն փորձությունների պահերին։ E che ha gloriosamente testimoniato nel corso dei secoli. Եկեղեցիների գործակցության այս կարևոր քայլի մասին նույն օրը երեկոյան Հռոմի Պապը սոցցանցի իր էջում գրեց. Տիրոջ հետևորդների միասնության ու համագործակցության հանձնառությունը նման է գիշերվա խավարը ճեղքող լույսի ակունքի։ Երեկոյան նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական արարողություններից հետո տեղի ունեցավ Սրբազան քահանայապետի այցի առիթով հայփոստի թողարկած նամականիշների մարման արարողությունը։ Նախագահն ու Պապը նվերներ փոխանակեցին։ Նվերներ փոխանակեցին նաև հոգևոր առաջնորդները վեհարանի հանդիպման ժամանակ։ Հայոց կաթողիկոսը Հռոմի քահանայապետին ընծայեց Սուրբ Պատարագի սկի, որին պատկերված են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն ու Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը եւ երկու եկեղեցիների հիմնադիր առաքյալները։ Ընծայեց նաև հայոց ցեղասպանության նահատակների սրբապատկերը եւ Պապի դիմապատկերի մանրաքանդակը։ Իսկ Հռոմի Պապը վեհապարին Սուրբ Աստվածածնի խճանկար նվիրեց։ Ինստագրամի անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն եւ պորտուգալերեն լեզուներով Պապի գրառման եւ հայաստանյան լուսանկարների տակ ժամերի ընթացքում հայտնվեցին մի քանի 100,000 հետևորդների հավանությունները։ Նա գրել էր. Աստծո թանկարժեք նվերն եմ համարում, որ ի վիճակի եղանք հասնել Սուրբ Խորան, որտեղից Աստծո լույսը ճառագել է Հայաստանի վրա։ Այցի երկրորդ օրը աշխարհը անհասկանալիորեն սպասում էր, որ Հռոմի Պապը Ծիծեռնակաբերդ այցելության ժամանակ դարձյալ կարտասանի ցեղասպանություն բառը։ Հասկանալի է, որ մեկ անգամ արդեն իսկ հնչած որակումը չէր փոխվելու։ Բայց Պապի ներկայությունը Ծիծեռնակաբերդում, սրբադասված նահատակների բարեխոսական աղոթքը, Եղևնի տնկելը, վերապրածների եւ նահատակվածների մի խումբ ժառանգների հետ հանդիպումը եւ հուշամատյանում գրառում կատարելը դարձյալ ծանր արձագանք ունեցավ հարևան երկրում։ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Հռոմի Պապի ամենայն հայոց կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը հաստատում է նրա անվերապահ աջակցությունը 15 թվականի հարցում պատմական իրողություններին չհամապատասխանող հայերի պնդումներին։ Հայաստանյան այցը չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Պապն այլ կարծիքի է։ Հուշամատյանում արած գրառման վերջում նշում է. Աստված թող հայերին խաղաղություն պարգևի եւ պահպանի սիրեցյալ հայ ժողովրդի հիշատակը։ Այդ հիշատակը երբեք չի մոռացվի ի նշան ապագայի եւ խաղաղության։ Գյումրին եւս խանդավառությամբ ընդունեց Հռոմի Պապին։ Իդեպ Գյումրիում բնակվում է Հայաստանի ամենամեծ կաթոլիկ համայնքը։
որի համար Պապը պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում, նախապես պատրաստված բաց խորանում ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ։ Վարդանանց հրապարակը բազմամարդ էր, ուխտավորներ էին ժամանել Արգենտինայից, Ուրուգվայից, Լիբանանից, Կորեայից, Վրաստանից, Ռուսաստանից։ Հայաստանում այդ օրերին մեծ թվով ուխտավորներ կային հատկապես Արգենտինայից, որտեղ ծնվել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ իբրև կարդինալ ղեկավարել կաթոլիկ համայնքը։ Վատիկանի պատմության մեջ նա առաջին պապն էր, որ նախընտրեց Ֆրանցիսկոս անունը, ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու, որը 12-րդ դարում հիմնադրել է աղքատության ուխտ ընդունած ֆրանցիսկյան միաբանությունը։ Գյումրիի պատարագից առաջ ուղերձ հղեց հայոց հայրապետը։ Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով եւ եկեղեցասիրությամբ։ Գրողն է նաեւ քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների եւ քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը։ Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում եւ փակվում էին եկեղեցիները եւ միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղի տալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ Սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցին իր մայրական գիրկը բացեց եւ Հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների եւ Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար, անկախ ազգային ու դավանական պատկանելությունից, լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս։ Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց եւ առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկողայոս սքանչելագործի ռուսական սրբապատկերը։ Այսպես Գյումրին եւ Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը։ Հետաքրքիր զուգադիպությամբ հունիսի 25-ին հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ առաքյալների տոնը, ինչին անդրադարձավ Ֆրանցիսկոս Պապը, ուղերձում նշելով, որ պարիսպներ ու բաժանարար պատնեշներ կառուցելու փոխարեն եկեղեցիները կոչված են կառուցելու եւ վերակառուցելու խաղաղության եւ սիրո կամուրջներ։ Ci farà bene ravvivare ogni giorno questo incontro vivo con il Signore. Միշտ արկա է փորձությունը հավատը վերածելու անցյալի պատկանող գեղեցիկ մի բանի, կարծես լինի սքանչելի մանրանկարված մի մատյան թանգարանում պահելիք։ Սակայն եթե պատմության դիվաններում պահվի, հավատը կորցնում է հաղորդակցական ուժը, կենսունակ եւ փոխակերպող իր գեղեցկությունը, բոլորի հանդեպ իր դրական բացվածքը։ Մինչդեռ հավատը ծնվում եւ վերածնվում է Տիրոջ Հիսուսի հետ կենթանի հանդիպումից, իր փրկող եւ կյանքի բոլոր պարագաներում լուսավորող գթասրտության փորձառությամբ։ Օգտակար է ամեն օր վերանորոգել այդ հանդիպումը, Աստծո խոսքի ընթերցումով եւ աղոթքով բացվելով իր սիրուն, որ երջանկությունն է սնուցում։ Իսկ երբ Հիսուս կանչի հետևելու իրեն, հատկապես երբ ձեզ երիտասարդների թրավիրի, մի տատամսեք քաջությամբ պատասխանելու նրան այո, նա մեզ ճանաչում է, մեզ իսկապես սիրում է եւ ուզում է ազատել սիրտը վախի եւ հպարտության ծանրություններից։ Նրան տեղ տալով կարող ենք սեր ճառագայթել եւ ավետարանը քարոզել։ Այսպես կարողանալու եք ավետարանող մեծ պատմության սկիզբ տալ, որի կարիքը եկեղեցին եւ աշխարհը ունեն այս նեղ ժամանակներում, որ միաժամանակ նաեւ ողորմության ժամանակներ են։ Հենց անցած տարվա աստվածային ողորմության կիրակի օրվա ծիսակատարությամբ, որին մասնակցեց իմ սիրելի եղբայրը Գարեգինը եւ իր ներկայությամբ ու խոսքով պատվեց մեզ, ուզեցի բոլորի ուշադրությանը հանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը։ Նա կարապետ եւ մարգարե էր աստվածային ողորմության։
Լատին ծեսով պատարագից հետո Պապը եւ հայոց կաթողիկոսը շրջեցին հայտնի պապամոբիլով եւ օրհնություն բաշխեցին։ Իսկ Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում առանձնական աղոթք արեցին Աստվածածնի 7 վերք հայտնի սրբապատկերի առջև, որից մեկական կրկնօրինակ Հովվապետերին նվիրեց Շիրակի թեմի առաջնորդը։ Հռոմի Պապի այցելության գրաֆիկը խիստ հագեցած էր։ Բազմաթիվ միջոցառումներից հանդիսավոր էր նաև հունիսի 25-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված էկումենիկ արարողությունը։ Երևան քաղաքի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո հայոց կաթողիկոսն ու Պապը մուտք գործեցին հրապարակ, որտեղ հատուկ այդ առիթով բեմահարթակ էր կառուցվել։ Երկու հոգևոր առաջնորդները միասնական աղոթք հնչեցրին աշխարհի խաղաղության համար, խաղաղության իրենց ուղերձը հղելով աշխարհի ժողովուրդներին։ Հայոց կաթողիկոսը անդրադարձավ Մերձավոր Արևելքի փախստականների խնդրին, նրանց գաղթի ճանապարհը նմանեցնելով 100 տարի առաջ բռնի կերպով գաղթական դարձած հայերի ճակատագրի հետ, խոսեց մշակութային արժեքների անխնա ոչնչացման մասին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի եւ հայերի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել։ Աստուծո կողմից աչառություն չկա, ասում է առաքյալը, այլ բոլոր ազգերի մեջ, ով երկնչում է նրանից եւ արդարություն է գործում, ընդունելի է նրան։ Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման եւ ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման։ Հռոմի Պապի խոսքում գերակշռողը հայկական հոգևոր ժառանգության գնահատումն ու կարևորումն էր, որին Պապը քաջածանոթ էր դատելով նրա մեջբերումներից։ Գրեթե բոլոր ուղերձներում նա խոսում էր Հայաստան այցելելու իր փափագի մասին եւ շնորհակալություն հայտնում հրավերի համար։ Անշուշտ անդրադարձավ նաև հայոց կաթողիկոսի բարձրացրած խնդիրներին։ Ցանկանում եմ միաժամանակ հիացմունքով հիշել, թե ինչպես քրիստոնեական հավատը նույնիսկ հայոց պատմության ամենաողբերգական պահերին մղիչ զսպանակ է դարձել, որը արձանագրել է տառապյալ ժողովրդի վերածնունդը։ Այդ է ձեր իսկական ուժը, որ թույլատրում է զատկի խորհրդավոր եւ փրկարար ճանապարհին բացվելու։ Բաց մնացած եւ կատաղի ու անիմաստ ատելության պատճառված վերքերը կարող են որոշ կերպով հարուցյալ Քրիստոսի վերքերի հետ համեմատվել։ Այն վերքերի, որ նրան պատճառեցին եւ որ դեռ դրոշմված են նրա մարմնի վրա։ Նա փառավորված ցույց տվեց դրանք աշակերտներին զատկի երեկոյին։ Խաչի վրա գրած ցավերի այդ սարսափելի վերքերը սիրուց փոխակերպված դարձել էին ներումի եւ խաղաղության սկզբնաղբյուրներ։ Այդպիսով նույնիսկ ամենամեծ ցավը խաչի փրկագործ զորությունից փոխակերպված, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղության սերմ դառնալ ապագայի համար։ Այդ երեկո կաթոլիկ քահանայապետը խորհրդանշական նվեր ստացավ։ Նոյան Տապանի մանրակերտը, բիբլիական Արարած սարով, որպես մարդկության փրկության ու վերածննդի խորհրդանիշ։ Երկու հովվապետերին մոտեցան Մերձավոր Արևելքից եկած 12 երեխաներ հայկական պատմական նահանգների ավանդական զգեստներով, մատուցեցին իրենց երկրներից օրհնության համար բերած հողը եւ սափորով ջուրը, որով առաջնորդները ջրեցին Նոյան Տապանի մանրակերտում տնկված խաղողի վազը։ Թող այս Սուրբ Կիրակի օրը հետևենք Աստծո կանչին եւ հասնենք ամբողջական հաղորդության։ Այս գրառումն էլ Հռոմի Պապը կատարել է հունիսի 26-ին։ Այդ օրը նա հայացես պատարագի մասնակցեց, որը մատուցում էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Կաթոլիկ եկեղեցու հետ աստվածաբանական երկխոսությունը վերսկսվել է 1970 թվականին Պողոս 6-րդ Պապի եւ ամենայն հայոց հայրապետ Վազգեն I-ի հանդիպմամբ։
Պաշտոնական այցով Վատիկանում 2 անգամ հյուրընկալվել է նաև Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսը։ Եղբայրական հարաբերությունների արտահայտություն էր 99 թվականին Վատիկանի թանգարանի Սիքստինյան սրահում հայոց մկրտության 1700-ամյակին նվիրված Հռոմ-Հայաստան ցուցահանդեսը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն իր գահակալության 17 տարվա ընթացքում 2 պապի է հյուրընկալել, իսկ 3-ի Հովհաննես Պողոս II-ի, Բենեդիկտոս 16-րդի եւ ներկա քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպել է Վատիկանում։ Թեև հայ-առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունները ջերմ են եւ գործակցային, բայց այդ եկեղեցիների հավատացյալները ծեսերի ժամանակ միմյանց հաղորդությունը չեն ստանում։ Դավանաբանական տարբերությունները սակայն չեն խանգարում հարաբերությունների զարգացմանը, մանավանդ որ 70-ական թվականներից առ այսօր կաթոլիկ եկեղեցին արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի հետ, որի անդամ է նաև հայ եկեղեցին, աստվածաբանական երկխոսություն է իրականացնում։ Հայկական պատարագի մասին իբրև գեղեցիկ ու շքեղ ծեսի աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ հիացական գնահատականներ են հնչել։ Ֆրանցիսկոս Պապը ուշադրությամբ հետևեց ծեսին, զուգահեռ ընթերցելով պատարագամատույցի տեքստը։ Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ ավետիսի ժամանակ խորանում ողջագուրվեցին Պապն ու հայոց կաթողիկոսը։ Հայկական պատարագի ընթացքում հոգևոր առաջնորդների ուղերձները կարիքավորներին գթասրտությամբ օգնելու կոչեր էին։ Տիրոջ քաղցր վարդապետությունը ճաշակածը խոնարհվում են կացին բարձրացնելու, մարդկանց սրտերում հույսն ու հավատքը առատացնելու, հացի բազմացման հրաշքը կրկնելու, աջակցելով ու մխիթարելով կարիքավորներին, հիվանդներին ու վշտացյալներին, դերունապատվեր այս ընթացքներով, հոգևոր եւ բարոյական արժեքները կենսագործելով է, որ բարին պիտի զորանա աշխարհում եւ հաղթահարվեն արդի մարտահրավերները։ Բոլոր բարի գործերը արտահայտում են աստվածային խնամքը մարդկության ու աշխարհի հանդեպ։ Ըստ Տիրոջ խոսքի, արքայությունը ներսում ձեր մեջ է, որի հաստատման համար եկեղեցիներն իրենց սպասավորությունն են բերում աշխարհում։ L'unigenito chi discese, benedica il nostro cammino. Միածինը, որ այստեղ իջավ, օրհնի մեր ճանապարհը։ Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին բարգեւի մեկ սիրտ, մեկ հոգի, մեզ այցելի միության մեջ վերահաստատելու։ La Chiesa armena cammini in pace e la comunione tra noi sia piena. Հայ եկեղեցին խաղաղությամբ ընթանա եւ մեր միջև խաղաղությունը գադարյալ լինի։ Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի ոչ ենթարկություն մեկը մյուսին, ոչ գլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին, որ Աստված տված է յուրաքանչյուրին, ամբողջ աշխարհին հայտնելու համար հրգակորձության մեծ խորհուրդը իրակորձված Տեր Քրիստոսից Սուրբ Հոգու շնորհիվ։ Ed ora santità. Իսկ այժմ սրբություն Աստուծո անունով խնդրում եմ, որ ինձ օրհնեք ինձ եւ Կաթողիկ եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը թեպի գադարյալ միություն։ Verso la piena unità. Հայրապետական պատարագը ուխտավորների բազմության համար Պապի այս այցի ընթացքում 2 հովվապետերից միաժամանակ օրհնություն ստանալու վերջին հնարավորությունն էր։ Ժողովուրդը քահանայապետերին ուղեկցեց ծափահարություններով,
վանկարկելով կեցե Հռոմի Պապը կեցե մեր վեհապարը։ Հռոմի Պապի հայաստանյան այցելության վերջում երկու եկեղեցիների դիրքորոշումներն ու հարաբերությունները ամրագրվեցին նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանի գահասրահում համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Հռչակագիրն ամփոփում է բոլոր այն մտքերը, որ այս օրերին հայտնել էին հովվապետները։ Հետաքրքիր էր հետևյալ ձևակերպումը. չնայած քրիստոնյաների միջև առկա բաժանումներին, այնինչ մեզ միավորում է ավելին է, քան այն, ինչ բաժանում է։ Հովվապետները միասին մոմ վառեցին աղոթելով Խորվիրապի վանքում, որտեղից տարածվել է քրիստոնեության լույսը հայոց աշխարհում, եւ ի նշան խաղաղության աղավնիներ արձակեցին հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ։ Խորհրդանշական այս արարողություններից հետո Հռոմի քահանայապետը հրաժեշտ տվեց Հայաստանին։ Թե ինչպես գնահատեց նա ուխտագնացությունը, հայտնի դարձավ հենց նույն օրերին, երբ ասաց, որ այլևս անմոռանալի է այս այցը։ Իսկ մամուլի խոսնակի միջոցով փոխանցել էր, որ իրեն դեռ շատերը կհետևեն ու իբրև ուխտավոր Հայաստան կգան, տեսնելու քրիստոնեական հնամենի սրբավայրերը եւ բացահայտելու Հայաստանի հոգեվոր ներուժը։